Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ոչ թե հակամարտության կարգավորում է տեղի ունեցել ինստիտուցիոնալ առումով, այլ ընդամենը նախընտրական պաուզա է հաստատվել Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի նա կարողանա կամֆորտ վերարտադրվել։ Իշխանությունը անդադար հակադարձում էր մեր այս թեզին և ներկայացնում էր իբր մենք խաղաղության թշնամիներ ենք, մենք խաղաղություն չենք ուզում, ավելին Նիկոլ Փաշինյանը շարունակ պնդում էր, որ խաղաղությունը արդեն հաստատվել է և այդ ապրանքը փորձում էր վաճառել և փորձում է վաճառել հայ ժողովրդի վրա, ակնհայտորեն այն պատճառով, որպեսզի 2026 թվականին կարողանա վերարտադրվել։ Այսօր Բաքվում այդ երկրի գիտությունների ազգային ակադեմիայի 80-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում ելույթ է ունեցել Իլհամ Ալիևը և փաստորեն բացահայտել է այն գինը, որը պիտի վճարի Փաշինյանը, եթե կարողանա այս կոմֆորտ նախընտրական պաուզայով վերարտադրել իր իշխանությունը։